Ես հիշում եմ, կարդում էի Մեդին ասում էր, որ ես ավելի լավա դժոխքում իշխան լինեմ, քան թե դրախտում ծառա։ Ասում ենք, ես ինչ ես ասում։ Ասում ես, որ գնամ դժոխք, կարող է սատանեթի վրա չկարենամ իշխեմ, բայց իմ նման էլի մարդիկ կլեն, որ եկել են դժոխք, մի քանիսից բարձր կլեմ, ես նրանց վրա կիշխեմ եւ դա ինձ համար շատ ավելի լավ է, քան թե դրախտում ծառա լինեմ։ Այսինքն այդ մարդու հոգու խորքում հավատ կա, որ երջանկության, կյանքի, ուրախության միակ հնարավորությունը դա իշխելն է։ Իսկ եթե դրախտում այդ իշխանությունը չկա, եթե դրախտում միայն սերը կա, ինչ ասենք, այդ մարդը պետք չի դրախտը, այդ մարդ չի հավատում, որ Աստծո մեջ կյանք կա, այդ մարդը ատում է Աստծուն։ Եղբայրներ, քույրեր, Պողոս առաքյալը, երբ որ խոսում էր թագավորի հետ, ասում է, երբ որ Պողոսը սկսեց խոսել արդարության, ժուժկալության եւ գալիք դատաստանի մասին, թագավորը զարհուրեցավ։ Եղբայրներ, քույրեր, հեթանոսների առաքյալը, մոր որովայնից ընտրված որպես առաքյալ, Պողոսը խոսում էր թագավորի հետ, ինքը բանդարգյալ էր, ենի թագավոր, դատաստանի մասին խոսում էր, ասում էր, եթե դու մերժես կյանքը, որը Աստծո մեջ է, դու հավիտյան կկորսվես, որովհետև Հիսուսից դուրս կյանք չկա,